Սիրելի հայրենակիցներ, նախընտրական ծրագրերը մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում ունեն իրենց ստանդարտ կառուցվածքը և բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք, որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագավառներին վերաբերող այն միջոցառումների և վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողների քվեն հայցող ցանկացած թեկնածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում սովորաբար տիրապետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ ավելացնել, բարձրացնել, զարկ տալ, էլ ավելի զարգացնել, ամրապնդել, ընդլայնել, խորացնել, հոգ տանել, ուշադրություն դարձնել, հետևողական պայքար մղել, արմատախիլ անել և այլն։ Սակայն այդ դերբայները որքան անորոշ են ձևով, այնքան էլ դժբախտաբար բովանդակությամբ։ Այդ է պատճառը, որ հասարակ ընտրողները ընդհանրապես ի վիճակի չեն ոչ միայն խորամուխ լինելու բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլև ընկալելու թեկուզ նրանց էական տարբերությունները։ Հետևաբար, նրանց համար ավելի առաջնային են դառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսագրությունը, խարիզման, բարոյական նկարագիրը, մասնագիտական ունակությունները, փորձը և այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդ են։ Բավական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։ Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության, պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով թեկնածուները սովորաբար մրցում են իրար հետ, թե ով ավելի շատ և գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտանելով այն մասին, թե որքան իրատեսական, հիմնավորված կամ իրականանալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատև էֆեկտ ստանալն ու ընտրությունները շահելն է։ Փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չեն կատարվի և իրենք, եթե ամոթի զգացումը դեռևս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։ Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոզը բազմիցս փորձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ, ամենուրեք, նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում շարունակում է մնալ հասարակության զարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մեկը։ Հակառակ դրան, հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդը ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը, ամենևին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։ Արտաքուստ անմեղ թվացող այդ մոլորությունը իրականում փակում է իրատես, պատասխանատու և պրագմատիկ մարդկանց մուտքը քաղաքականություն։ Պետության կյանքում դա հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական ամենևին ոչ պարտադիր վերիվարումների, վերջին հաշվով դանդաղեցնելով հասարակության զարգացման բնականոն ընթացքը։ Հավատացած եղեք, որ անկախ մանրամասներից, թե անորոշ դերբայների օգտագործման հակումով, թե պոպուլիստական խոստումների առատությամբ, ընթացիկ ընտրարշավին մասնակցող թեկնածուների նախընտրական ծրագրերը իրարից էականորեն չեն տարբերվելու։ Մինչդեռ ես, շեղվելով ընդհանուր ստանդարտից և քարացած ավանդույթից, պիտի փորձեմ ժողովրդի հետ խոսել պարզ, մատչելի, մարդկային լեզվով, ամենևին չհավակնելով նորարարի կամ բերին ատյանի ճշմարտություններ հրապարակողի դերին։ Կորուսյալ դրախտի հուշը։
Մեկնելով ներկա անմխիթար իրականությունից մեր հասարակությանը գրեթե միլտոնյան կորուսյալ դրախտ է թվում ոչ հեռավոր անցյալը։ Եվ որքան էլ ցավալի է, այդ զգացողության մեջ ճշմարտության որոշ հատիկ կա։ Չնայած վերջին 100 տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած բազում տառապանքներին ու փորձություններին, եղեռն, գաղթ, հայրենիքի կորուստ, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվացում, սով, ստալինյան տերոր, համաշխարհային պատերազմ եւ այլն, այնուամենայնիվ անժխտելի է, որ այդ ժամանակամիջոցում մեր երկիրն ապրել է նաև ազգային իղձերի իրականացման, ապահովության, խաղաղության և բարօրության երկարատև տարիներ։ Ազգային իղձերի իրականացում ասելով ես նկատի ունեմ նախ եւ առաջ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը եւ նրա շուրջ 3-ամյա գոյությունը։ Մեզ չվիճակվեց Լեհաստանի և Ֆինլանդիայի նման մեկ անգամ ընդմիշտ ազատագրվել ռուսական կայսրությունից, կամ արժանանալ թեկուզ Բալթյան երկրների բախտին, որոնց անկախությունը տևեց 20 տարի, ինչը միանգամայն բավարար էր ազգային, ժողովրդավարական ոգով մի ամբողջ սերունդ դաստիարակելու և պետականության կայուն ավանդույթներ ձևավորելու համար։ Բալթյան ժողովուրդների տարբերությունը Խորհրդային Միության մյուս ժողովուրդներից, ինչպես նաև պետականության կերտման ճանապարհին նրանց արձանագրած այսօրվա նվաճումները պետք է բացատրել առաջին հերթին հենց այդ հանգամանքով։ Ինչևէ, առաջին հանրապետությունը այդուհանդերձ վճռորոշ դեր խաղաց հայ ժողովրդի քաղաքական կյանքում, որովհետև եթե այն գոյություն չունենար, ապա գոյություն չէր ունենա նաև խորհրդային Հայաստանը, իսկ վերջին հաշվով նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ Համենայն դեպս, վերջին 90 տարիների կտրվածքով մենք գործ ունենք, եթե ոչ լիարժեք պետական շարունակականության, ապա առնվազն որոշակի ինքնիշխանության ժառանգականության փաստի հետ, որի պատմական արժեքը դժվար է գերագնահատել։ Ապահովության և խաղաղության իմաստով խորհրդային իշխանության տարիները եղան հայ ժողովրդի 3000-ամյա պատմության թերևս ամենահազվագյուտ ժամանակաշրջաններից մեկը։ Թեև քաղաքացիական պատերազմը 1921 թվական, կոլեկտիվացիոնն ու սովը 1928-33 թվականներ, ստալինյան տերորը 1937-38 թվականներ շատ կյանքեր խլեցին ու բազմահազար ընտանիքներ դժբախտացրին, իսկ համաշխարհային պատերազմը 1941-45 թվականներ դրա հետ մեկտեղ ունեցավ նաև լուրջ դեմոգրաֆիական հետևանքներ, այնուամենայնիվ փաստ է, որ վերջին 90 տարիների ընթացքում թշնամին ոտք չի դրել ներկա Հայաստանի հողին։ Բավական է թեկուզ նշել, որ եվրոպական համարյա ոչ մի երկիր չի կարողացել խուսափել նման ողբերգությունից։ Ինչ վերաբերում է բարօրությանը, ապա Հայաստանի քաղաքացիների միջին և ավագ սերունդը դրա տակ հասկանում է 1960-70-ական թվականների կյանքը, երբ քիչ թե շատ ապահովված էր բնակչության նվազագույն կենսամակարդակը, զբաղվածության խնդիր գոյություն չուներ, մարդիկ ստանում էին թեև ցածր, բայց կայուն և երաշխավորված աշխատավարձ, օգտվում ձրի կրթությունից և առողջապահությունից, մտահոգ չէին վաղվա օրվա նկատմամբ և այլն։ Թեև ավտոմեքենան, ամառանոցը, սեփական առանձնատունը, արտասահմանյան հագուստն ու կահույքը դեռևս ճոխություն էին դիտվում, սակայն հեռուստացույցը, սառնարանը և լվացքի մեքենան արդեն լայնորեն մտել էին կենցաղ։
Որոշակի առումով բավարարված էր նաև հայ ժողովրդի ազգային հպարտությունը։ Շնորհիվ աշխարհաճանաչ հայ գիտնականների, զորավարների, գրողների, արվեստի գործիչների, մարզիկների նվաճումների։ Վիկտոր Համբարձումյանի, Աբրահամ Ալիխանովի, Նորայր Սիսակյանի, Աբել Աղամբեկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Համազազդ Բաբաջանյանի, Հովհաննես Իսակովի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Հրանտ Մաթևոսյանի, Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի միութենական և միջազգային համբավը, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի, Արարատ ֆուտբոլային ակումբի հաջողությունները ուրախության անսպառ աղբյուր էին հանդիսանում հայ ժողովրդի համար, միաժամանակ շոյելով նրա հայրենասիրական զգացումներն ու ազգային արժանապատվությունը։ Մի խոսքով, ստեղծված էր հարմարավետության, կոմֆորտի ինչ-որ մի մթնոլորտ, որը ներկայիս համեմատ, եթե ոչ իսկ կորուսյալ դրախտ, ապա գոնե քաղցր հուշեր արթնացնող ժամանակ պիտի մնա իմ և ավելի ավագ սերնդի մարդկանց համար։ Չպետք է անտեսել նաև հոգեբանական մի գործոն։ Մարդիկ հակված են պատանեկության և երիտասարդության տարիները համարել իրենց կյանքի լավագույն շրջանը։ Եվ քանի որ իմ նշած սերնդի պատանեկությունը և երիտասարդությունը համընկնում են հենց 60-70-ական թվականներին, ապա պատահական չէ, որ այդ շրջանը մինչև այժմ Հայաստանում որոշակի կարոտախտ է առաջացնում։ Հետո 1970-ական թվականների կեսերից եկան այսպես կոչված լճացման տարիները։ Սպառազինությունների մրցավազքի, նավթի գների անկման և համակարգային բնույթի արատների հետևանքով Խորհրդային Միությունը ընկավ խոր ճգնաժամի մեջ։ Սկսեցին գոյանալ անվերջ հերթերը, ահռելի չափերի հասավ ապրանքների դեֆիցիտը, դատարկվեցին խանութների դարակներն ու ցուցափեղկերը, հայտնվեցին մսի, կարագի, սուրճի, շաքարի, բրնձի կտրոնները և այլն։ Ոչ Անդրոպովի կիրառած խիստ վարչական միջոցները, ոչ էլ Գորբաչովի տնտեսական բարեփոխումները ի վիճակի չեղան կասեցնել Խորհրդային Միության գահավիժումը և կայսրությունը հանրապետություններում առաջացած ժողովրդավարական շարժումների հարվածների տակ կործանվեց, ընդ որում ոչ միայն քաղաքականապես, այլև տնտեսապես։ Ի դեպ, խորհրդային տնտեսության քայքայումը սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։ 1988-91 թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռնարկությունների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պահեստամասերի, կոմպլեկտավորող սարքերի մատակարարման բնագավառներում, ձեռնարկությունների միջև կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմում էր 400-500 միլիարդ ռուբլի, լիովին սպառվել էին պետության ոսկու պահուստները, սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները, դոլարի համեմատ ռուբլին արժեզրկվել էր մոտ 50 անգամ, սկսվել էր օր-օրի սաստկացող սղաճը, որը շուտով պիտի հասներ ահռելի չափերի և այլն։ Գերկենտրոնացած, անխզելիորեն փոխկապակցված և աշխարհից մեկուսացած խորհրդային տնտեսական համակարգի փլուզումը չէր կարող չհանգեցնել արդյունաբերության անխուսափելի վախճանի, ինչը այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։ Բոլոր նորանկախ պետությունները, գրեթե միանգամից կորցնելով իրենց նախկին տնտեսական կապերն ու ավանդական շուկաները, հայտնվեցին անելանելի թվացող վիճակում։ Տեխնոլոգիական հետամնացության և տնտեսական ինքնուրույնության բացակայության պատճառով նրանցից ոչ մեկը ի վիճակի չէր
անմիջապես միջազգային շուկա դուրս բերել որևէ մրցունակ ապրանք։ Քիչ թե շատ բարեհաջող դասավորվեց միայն հումք արտահանող երկրների կյանքը։ Հումքազուրկ երկրները հարկադրված էին ճգնաժամը հաղթահարել արմատական տնտեսական բարեփոխումների իրականացման, այն է շուկայական հարաբերությունների ձևավորման ճանապարհով։ Խորհրդային միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ճգնաժամային վիճակը Հայաստանում ծանրանում էր 4 հավելյալ և առանձնահատուկ գործոնների, աղետի գոտու, 300,000 փախստականների, շրջափակումների և պատերազմի առկայությամբ։ Չնայած այս լրացուցիչ դժվարություններին, Հայաստանը անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներից առաջինն էր, որ համակարգային բարեփոխումների շնորհիվ արդեն 1994 թվականին ոչ միայն կասեցրեց տնտեսական անկումը, այլև սկսեց արձանագրել կայուն տնտեսական աճ, մեկ տարի անց հաղթահարելով նաև էներգետիկ ճգնաժամը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ ընթացքում հաղթանակով ավարտվեց նաև Արցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպը չունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։ Այնուամենայնիվ, անցյալի քիչ թե շատ ապահով կյանքի համեմատ բնակչության սոցիալական վիճակի շեշտակի վատթարացման գործոնը չէր կարող անհետևանք մնալ և համապատասխան հոգեբանական մթնոլորտ չառաջացնել։ Այստեղից էլ ահա մարդկանց բնական և հասկանալի դժգոհությունն ու մերժողական վերաբերմունքը իշխանությունների իրականացրած շոկային տնտեսական բարեփոխումների նկատմամբ, որոնց դրական հետևանքները պետք է զգացվեին միայն տարիներ անց, ինչը սակայն չափազանց դժվար էր բացատրել հասարակությանը։ Երբ մարդն այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող գոհացնել նրան։ Հետևաբար, ինչպիսի առարկայական, օբյեկտիվ և բանական փաստարկներ էլ բերվեն իրականության փոփոխության անխուսափելիության մասին, միևնույն է, կորուսյալ դրախտի հուշը կամ պատրանքը դեռ երկար դրոշմված է մնալու մեր քաղաքացիներից շատերի մտապատկերում։ Սա այն ծանր, բայց միաժամանակ պատվավոր խաչն է, որ հավերժ կրելու են Հայաստանի Հանրապետության հիմնադիր և բարեփոխիչ առաջնորդները։ Վերագտյալ դրախտի երազանքը։ Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ մի երկիր և թշվառ գոյության դատապարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ։ Դա, ինչպես արդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից Խորհրդային միության քայքայմանը հետևած անխուսափելի քաղաքական, տնտեսական և սոցիալական ցնցումների, մյուս կողմից Հայաստանի ներկա վարչախմբի հանցավոր և ի բնե հակազգային գործունեության։ Վարչախումբը գիշեր ու զօր թմբկահարում է երկրի անօրինակ տնտեսական նվաճումները և ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույն հույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները 70 տարի սեփական քաղաքացիներին կերակրում էին կոմունիզմի ուրվականով։ Այնինչ ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականը ոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր ևեթ գոնե նորմալ երկիր ունենալը։ Ինչ է պատկերացնում հայ մարդը նորմալ երկիր ասելով, կամ ինչի մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ոչ ամենևին հարստության, ճոխության,
պերճանքի կամ ճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։ Մարդիկ այսօր Հայաստանում ընդամենը երազում են ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազորյա հացը, արժանապատվությամբ հոգալ իրենց ընտանիքների ապրուստը, պատշաճ կերպով սնել և հագցնել իրենց երեխաներին, նրանց կանոնավոր կրթություն տալ և չմտահոգվել նրանց ապագայի անորոշությամբ։ Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու, թեկուզ ժամանակավորապես լքելով իրենց ընտանիքները, չանհանգստանալ պանդխտածների ճակատագրով, չտարապել կարոտախտով, ինչը հատկապես բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեբանության և դաստիարակության վրա։ Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին մի հարբեցող և կաշառակեր հրամանատարի մեղքով կարող է դժբախտություն պատահի, կամ զինված ուժերում առկա այսպես կոչված ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին։ Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշտոնյաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհանդիպել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիք փաստաթղթերը ստանալու համար ստիպված չլինել միջնորդ ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ։ Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հաճույքներից, ընթերցանությունից, գիրք գնելուց, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երեխաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերական հանդիպումներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից, հանգստից, հպարտանալ հայրենիքի հաջողություններով և միջազգային ասպարեզում վայելած վարկով, չամաչել սեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ու չընկնել հոռետեսության կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց և հարգված լինել ուրիշների կողմից։ Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարզապես երազում են ապրել քիչ թե շատ նորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումները ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին, որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրա օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի անկախությունը, այսինքն ստեղծվի մի վիճակ, որում հանրապետության նախագահը, վարչապետը, խորհրդարանը, դատավորները, ինչպես նաև դատախազությունը, նախարարությունները ու պետական մյուս կառույցները գործեն միայն սահմանադրությամբ և օրենքով իրենց տրված իրավասությունների շրջանակում, որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հարաբերությունները չկարգավորվեն քրեական աշխարհի կանոններով և վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչ միայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլև լրջորեն խոչընդոտում երկրի բնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երևույթի պատճառած բարոյական վնասների մասին։ Որ ուժային մարմինները, ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը, ազգային բանակը չներքաշվեն քաղաքականության կամ տնտեսական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապես հանցագործությունների դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու
և երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով։ Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին և չենթարկվեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայության աշխատակիցների կամայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին։ Որ գործարարության և ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը, հովանավորչությունը, կողմնակալությունը և բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ, թույլ չտալու համար ամենակուլ մոնոպոլիաների ձևավորումը։ Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու և անհամար հարստություններ դիզելու փոխարեն պատասխանատվությամբ վերաբերվեն քաղաքացիների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես հստակ ժամանակացույցով և պատշաճ փոխարժեքով հատուցեն բնակչության խնայ բանկերում սառեցված ավանդները։ Միայն 2 տարում նրանց կողմից հափշտակված գումարը լիովին բավարար էր սոցիալական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար։ Որ պետական աստիճանակարգում ծանոթության կամ հավատարմության հիմունքներով չհայտնվեն կիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել ևս հանցավոր ու քրեական տարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտական ունակությունների և մարդկային արժանիքների շնորհիվ։ Որ հասարակության գիտակցության մեջ արժևորվեն մարդու հիմնական առաքինությունները՝ բարոյականությունը, ազնվությունը, այլասիրությունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը, ստորաքարշությունը, խարդախությունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլ արժանանան միահամուռ պարսավանքի։ Որ պետությունը վերջապես ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարևանների հետ, ազգային շահերին համապատասխան կարգավորելով առկա տարաձայնությունները ու ճանապարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ և համակողմանի համագործակցության համար։ Ահա ընդհանուր գծերով հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտատանջությունների ամբողջությունը կամ այլ կերպ ասած, նրա երազած վերագտյալ դրախտի մոտավոր պատկերը։ Միայն այն պարագան, որ աշխարհի շատ երկրների համար սովորական այս իրողությունները այդքան հեռու ու ցանկալի են թվում մեր քաղաքացիներին, բավական է ցույց տալու, թե ինչպիսի անմխիթարական վիճակում է գտնվում իր անկախ գոյության 16 տարին բոլորած Հայաստանի Հանրապետությունը։ 16 տարին, մանավանդ 1994 թվականին հաջորդած խաղաղության երկարատև շրջանը, քիչ ժամանակ չէր նշված խնդիրներից շատերը լուծելու և ժողովրդի հոգսերի գոնե մի մասը թեթևացնելու համար։ Բայց ցավալին միայն այն չէ, որ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հեռանկարի բացակայությունը և մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայն զանգվածներին, այլև նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսության և անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ վերագտյալ դրախտի երազանքի իրականացումը առայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։ Նորմալ երկրի ուրվանկարը քաղաքական լեզվով։ Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են. Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է իշխանության ձևավորումը բացառապես ազատ
ընտրությունների միջոցով։ Ներկա բրգաձև ավազակապետական համակարգի կազմաքանդումը, ապամոնտաժումը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախության և հավասարության ապահովումը, լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության և պարլամենտարիզմի վերջնական արմատավորումը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը, իրավապահ մարմինների և բանակի քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը, վարչական ավելորդ օղակների վերացումը և վերջին 10 տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։ Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների առջև կանգնած խնդիրների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ և կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ձգտումը, միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմանագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը անմիջական հարևանների Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային և տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսևորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության և հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից, օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրականացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված հետևյալ հրատապ միջոցառումները. օրենքի առջև մարդկանց հավասարության և դատարանների լիակատար անկախության ապահովում, բացառելով իշխանության մյուս թևերի կողմից դատավորների վրա գործադրվող որևէ ճնշում, մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում, նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես իրավապահ մարմինների իրական և արդյունավետ հակակշռի, անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական և տնտեսական հանցագործությունների դեմ, բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի և զինամթերքի կարգավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանավանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրության խստացում, առանձնահատուկ վերաբերմունքի դրսևորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի և գազի ներկրման հետ կապված մեքենայությունների,
սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ։ Հետևողական աշխատանք ներկա իշխանությունների և նրանց հովանավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակված գումարները պետական գանձարան վերադարձնելու և դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ։ Ակտիվ մասնակցություն տերորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առևտրի, թրաֆիքինգի դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին։ Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի և սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում, ոստիկանության, անվտանգության ծառայության, դատախազության, հարկային տեսչության, մաքսային վարչության աշխատակիցների և դատավորների աշխատավարձի կտրուկ հավելում, նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և ապօրինի եկամուտներ ստանալու գայթակղությունից զերծ պահելու նպատակով։ Վստահ եղեք, որ սրանից ժողովրդի ստացած շահը շատ ավելի մեծ կլինի, քան նրանց տրվելիք հավելավճարը։ Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանությունների առջև կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զարգացման խթանումն ու բնակչության կենսամակարդակի որակական փոփոխության ապահովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետևյալ սկզբունքային միջոցառումների իրականացման շնորհիվ. Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ ավելի ճիշտ պետական ռեկետի վերացում, շուկայական տնտեսության 3 հիմնական սկզբունքների հետևողական գործադրում, ինչը ենթադրում է տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում և սեփականության անձեռնմխելիության երաշխավորում։ Օրինականության և լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի և հողի վաճառքի, աճուրդների և տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման և շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում, հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, պարզեցված հարկի օրենքի գործադրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների և ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում, հակամենաշնորհային քաղաքականության հետևողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման և մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում, արտադրության խթանման ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով մասնավորապես հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում և դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաև շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը և ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ, պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես ինֆորմացիոն և տելեկոմունիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների և մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաև
արագագործ եւ մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում։ Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են այդ տնտեսությունների ֆինանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղմթերքների վերամշակման եւ իրացման համակարգերը, որպես գյուղատնտեսության զարգացման ուղղված լրացուցիչ միջոցներ, նախատեսվում են պետության մասնակցությամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտադիր ապահովագրումը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցիզային հարկից, ինչպես նաեւ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմնացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռքբերման գործում։ Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում, ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում։ Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործունեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար առաջին հերթին ծրագրվում է իրականացնել հետևյալ անհետաձգելի միջոցառումները. բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում, միջին աշխատավարձի գծով տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով շուրջ 30-40% չափով, ինչպես նաև պետության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորում։ Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում, 2008 թվականից ևեթ դրանք սահմանելով 500,000, երրորդ երեխայից սկսած 1 միլիոն, իսկ 5-րդ երեխայից սկսած 1,500,000 դրամի չափով։ Բնակչության խորհրդային ավանդների ձևակերպումը որպես պետական պարտատոմսեր, դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։ Ի տարբերություն այսպես կոչված էլիտար շինարարության խթանմանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը։ Առ 1 հունվարի 2005 թվականի դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ 20,000 երիտասարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության։ Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձևավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունը արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։ Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն
նախատեսվում է 2008-2012 թվականների ընթացքում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխատավարձը և քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջափակումների վերացման և հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։ Ցանկացած ընտրություն, եթե ոչ անպայման պառակտում, ապա որոշակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու և հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար։